Ողջույն սիրելիներս, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր աշխատելու ենք H71-ի առաջադրանքների շուրջ, դաս 39։ Ինչպես միշտ, դասը սկսում ենք բանավոր հաշվից։ Շարունակելով մեկը մյուսին, երեխաները լրացնում են վանդակները, վերհիշում են թվերի կազմությունը։ 8-ը կազմված է 6-ից և 2-ից, 7-ը կազմված է 2-ից և 5-ից, 6-ը կազմված է 5-ից և 1-ից, 10-ը կազմված է 1-ից և 9-ից, 9-ը կազմված է 9-ից և 0-ից, 2-ը կազմված է 0-ից և 2-ից, 7-ը կազմված է 2-ից և 5-ից, 8-ը կազմված է 5-ից և 3-ից, 5-ը կազմված է 3-ից և 2-ից, 4-ը կազմված է 2-ից և 2-ից, 8-ը կազմված է 2-ից և 6-ից։ Հաջորդը կատարում ենք առաջադրանք 5-ը։ Կարենի և Սոնայի մտապահած բառերի տառերի քանակը միասին 9 է։ Կարենը մտապահել է մատիտ բառը։ Ինչ բառ կարող է մտապահած լինել Սոնան։ Կարելի է գծապատկեր գծել, ցույց տալ 9 թիվը և երեխաներին բացատրել։ 9 տառից կազմված է Կարենի և Սոնայի մտապահած բառերի տառերի ընդհանուր քանակը։ Պետք է գտնենք Սոնան ինչ բառ է մտապահել, եթե Կարենը մտապահել է մատիտ բառը։ Սկզբում երեխաները հաշվում են, թե մատիտ բառը քանի տառից է կազմված։ Հաշվում են և նշում 5 տառ։ 9-ից հանած 5 հավասար է 4-ի, նշանակում է Սոնայի մտապահած բառը կազմված է 4 տառերից, գրվում է 4 տառով։ Առաջարկում ենք երեխաներին ասել բառեր, որոնք ունեն 4 տառ, որը հնարավոր է, որ Սոնան մտապահած լինի։ Շատ բառեր ասացին երեխաները՝ գիրք, 4 տառ, գրիչ, աթոռ, բարի, բազմաթիվ շատ բառեր ասացին երեխաները, որոնք հաշվեցին և ասացին, որ 5-ին գումարած 4 հավասար է 9-ի, նշանակում է 5 տառ ունի մատիտ բառը, իսկ այս բառերից յուրաքանչյուրը ունի 4 տառ։ 6-րդ առաջադրանքը Անին ու Աննան ունեն երկուական կարմիր վարդ։ Երեխաներին առաջարկում ենք նայել ծաղկամաններին։ Գույներով ենք տարբերում ծաղկամանները՝ նարնջագույն, կապույտ, կանաչ։ Ասում ենք, որ յուրաքանչյուր ծաղկամանը մեկ աղջկա ծաղիկներն են։ Անին ու Աննան ունեն երկուական կարմիր վարդ։ Նայում ենք ծաղկամաններին։ Երկու կարմիր վարդ ունի նարնջագույնը և կանաչը, նշանակում է Անի և Աննայի ծաղիկները կարող են լինել կամ նարնջագույնի մեջ, կամ կանաչի։ Տեսնենք, որը որին է պատկանում։ Աննան ու Սոնան ունեն մեկական սպիտակ վարդ։ Ուրեմն տեսեք, Աննան այստեղ ուներ երկու կարմիր վարդ և բացի դրանից մեկ սպիտակ։ Գտնում ենք այն ծաղկամանը, որի մեջ կա երկու կարմիր և մեկ սպիտակ վարդ։ Դա կանաչ ծաղկամանն է և դա պատկանում է Աննային։ Կանաչ ծաղկամանի տակ գրում ենք Աննա, որ իմանանք երկու կարմիր վարդ և մեկ սպիտակ վարդ, չհաշված թեղինը ունի Աննան։ Այստեղ մեզ հուշում է, որ Սոնան էլ ունի մեկ սպիտակ վարդ։ Նայում ենք, նարնջագույն ծաղկամանում սպիտակ վարդ չկա, կապույտում կա մեկ հատ սպիտակ վարդ, նշանակում է սա էլ Սոնայի ծաղկամանն է։ Սոնա։ Իսկ Անին ուներ երկու կարմիր վարդ, մնացածը այս նարնջագույն ծաղկամանը պատկանում է Անիին, քանի որ Անիի համար նշվում էր, որ Անին ունի երկու կարմիր վարդ։ Նայում ենք 4-րդ առաջադրանքին, երկու կշեռքներ են տրված։ Մեկ կշեռքի մեջ կա մեկ ձմերուկ, որը կշռում է 3 կիլոգրամ։ Հաջորդ կշեռքում կա մեկ ձմերուկ և մեկ սեղ, որը կշռում է 5 կիլոգրամ։ Որքան կլինի երկու ձմերուկի և մեկ սեխի ընդհանուր զանգվածը։ Եթե ասում ենք ընդհանուր,
երեխաները գիտեն, որ պետք է երկուսը իրար գումարել, այսինքն 3-ին գումարած 5 հավասար է 8 կիլոգրամ։ Սրա վերաբերյալ կարելի է ուրիշ հարցեր առաջարկել։ Եթե ձմերուկը 3 կիլոգրամ է, ապա քանի կիլոգրամ է սեխը։ Եթե ձմերուկը և սեխը միասին 5 կիլոգրամ են, որից 3 կիլոգրամը կշռում է ձմերուկը, ապա 5-ից հանած 3 հավասար է 2 կիլոգրամ, այսինքն սեխը կշռում է 2 կիլոգրամ։ Հաջորդը գրում ենք արդեն գրավոր առաջադրանք 2-ը։ Պարզիր, թե տրված թվերից յուրաքանչյուրը որքանով է մեծ 6-ից և կազմիր հավասարություններ։ Հավասարությունները պետք է կազմվեն հետևյալ ձևով։ Եթե մենք համեմատում ենք թվերը և գտնում ենք, թե մեկը մյուսից որքանով է մեծ կամ որքանով է փոքր, սրանք կոչվում են տարբերության վերաբերյալ արտահայտություններ, իսկ տարբերություն բառը նշանակում է հանում։ Երեխաները գրում են, մեկ օրինակը կգրեն, մնացած արդեն իրենք ինքնուրույն կգրեն։ Որպեսզի գտնենք, թե 19-ից որ թիվն է 6-ով փոքր, կամ 19-ը որ թվից է 6-ով մեծ, պետք է մեծ թվից հանենք փոքր թիվը, 19-ից հանում ենք 6։ Մեկ տասնյակը մտապահում ենք, քանի որ միավորը մեծ է, նվազելի միավորը մեծ է հանելիի միավորից, 9-ից հանած 6 հավասար է 3-ի, մեկ տասնյակն էլ ունենք 13։ Նույն ձևով կարող ենք գրել 8-ից հանած 6, 17-ից հանած 6, 16-ից հանած 6, 10-ից հանած 6 և 20-ից հանած 6։ Հավասարությունները կկազմեն և օրինաչափությունը կնկատեն։ Եվ վերջինը գրում ենք առաջադրանք 3-ը, բանալին նայում ենք, գործողություններ ենք գումարում և հանում։ Շրջանակների փոխարեն պետք է տեղադրենք կամ գումարման կամ հանման գործողություն այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն։ Վերականգնելու ենք հավասարությունները։ 14 և 4, 19 և 1։ Նայում ենք 14-ից և 4-ից գումարումով կարելի է ստանալ 18, 19-ից էլ եթե 1 հանենք, նորից կստանանք 18, 18-ը հավասար է 18-ին։ Նայում են և գլխի են ընկնում, 15-ից հանած 5 հավասար է 10-ի, 12-ից հանած 2 նորից հավասար է 10-ի, 10-ը հավասար է 10-ին։ 14 և 3, 15 և 2։ Գումարելիս կստանանք հավասար արտահայտություններ, 17-ը հավասար է 17-ին։ 7 և 3, 19 և 9։ 7-ին գումարած 3 հավասար է 10-ի, 19-ից հանած 9 հավասար է 10-ի, 10-ը հավասար է 10-ին։ 6-ին գումարած 3 հավասար է 9-ի, 10-ից հանած 1 նույնպես հավասար է 9-ի, 9-ը հավասար է 9-ին։ 2-ին գումարած 6 հավասար է 8-ի, 10-ից հանած 2 հավասար է 8-ի, 8-ը հավասար է 8-ին։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։